Տեսամբերն են սև բարձրանում, դեպի երկինք կապուտակ, Տեսամբերն են սև բարձրանում, դեպի երկինք կապուտակ. Հերունի Մարդկությունն իր ամբողջ պատմության գրեթե բոլոր փուլերում փորձել է հասկանալ, թե որտեղից է սկիզբ առել կյանքը, աշխարհը, երկրագունդը։ Ինչպես են առաջացել մոլորակներն ու աստղերը, որտեղից է մարդու սկիզբն առհասարակ։ Հազարամյակներ կատարված ուսումնասիրություններն ու փորձարկումները նույնիսկ այսօրվա զարգացած տեխնոլոգիաների միջոցով դեռևս անպատասխան են թողնում շատ եւ շատ հարցեր, իսկ եղած բացատրությունները ներկայացված են լոկ վարկածի տեսքով։ Դրանցից ամենահայտնի մեծ պայթյունի տեսությունն է, ըստ որի տիեզերքն առաջացել է 10-ից 20 միլիարդ տարի առաջ մի մեծ պայթյունի հետևանքով։ Կա տեսություն, կոչվում է Big Bang, մեծ պայթյուն։ Ըստ այդ տեսության ամբողջ տիեզերքը գոյացել է մի հատ մեծ պայթյունի հետևանքով։ Դու միլիոնավոր աստղեր ունեցող միլիոնավոր գալակտիկաներ, այդ ինչ մեծ պայթյուն է եղել, որ գոյացել են։ Համոզվելու համար խոսենք փաստերով։ Եթե հերունու անտենան համեմատենք աշխարհի մյուս հսկաների հետ, ինչպիսիք են Ռատան 600-ը, որի շառավիղը 580 մետր է, իսկ սեփական աղմուկները ամենակարճ ալիքի երկարության դեպքում կազմում են 55 կելվին, եւ կամ Միացյալ Նահանգների Արեսիբո տեղանքում գործող ցավոք արդեն փլուզված ռադիոդիտակի անտենայի հետ, որի շառավիղը 305 մետր էր, իսկ սեփական աղմուկները 45 կելվին, ապա պարզ է, որ արագածում տեղակայված այս հսկայի աղմուկներն աշխարհում ամենացածրն են՝ 2.7 կելվին։ Փաստորեն հայկական ռադիոդիտակը ամենազգայունն է առանձին անտենա ունեցող աշխարհի բոլոր ռադիոդիտակների համեմատ։ Աշխարհի մակարդակով մենք ունեինք մեկ եւս մրցակից անտենա, դա Պուերտո Ռիկոյի անտենան էր, որը 300 մետր լայնություն տրամագիծ ուներ, բայց նրա ճշտությունը էականորեն զիջում էր մեր անտենային, ինչի, որովհետև Պուերտո Ռիկոյի այդ անտենան աշխատում էր 3 սանտիմետրից 1 մետր երկարության ալիքների համար, մինչդեռ ռադիոօպտիկական դիտակը 54-26 անտենան աշխատում էր 1 միլիմետրից սկսած մինչև 1 մետր ալիքների։ Իսկ տիեզերքում ուսումնասիրություն կատարելու համար ամենագլխավորը կարճ ալիքների տիրույթում կատարվող ուսումնասիրություններն էին։ Տիեզերքի ստեղծման բազմաթիվ տեսություններից ամենատարածվածը մեծ պայթյունի վարկածը հիմնված է այսպես կոչված ռելիկտային, այսինքն մնացորդային ճառագայթման չափումներով ապացուցված առկայության վրա։ Ըստ այդ չափումների 8 միլիմետր ռադիոալիքի երկարության դեպքում այն կազմում է 2.7 կելվին ջերմաստիճան։ Հերունու հայելային ռադիոդիտակի անտենայի սեփական աղմուկները 8 միլիմետր ռադիոալիքի երկարության դեպքում ըստ հեղինակի եւ գլխավոր կոնստրուկտորի ակնկալիքի պետք է շատ ցածր լինեին, ինչը պայմանավորված է անտենայի առանձնահատուկ կառուցվածքով։ Սակայն ակադեմիկոս Պարիս հերունու չափումների արդյունքում ստացված արժեքից հանելով ռելիկտային ճառագայթման ջերմությունը, ստանում էինք գրեթե զրոյական անտենային աղմուկ, ինչը անհնար է, քանի որ միայն իդեալական անտենան է զրկված սեփական աղմուկներից։ Իր զարմանքն ու չափման գործընթացի փաստերը հերունին կիսեց աշխարհի լավագույն 10 գիտնականների հետ, խնդրելով նրանց մեկնաբանել ուղարկած արդյունքը։ 10 տարի սպասելուց հետո չստանալով ոչ մի արձագանք, ուր միգուցե նշված լիներ որևէ դիտողություն փորձարկումների անճշտության վերաբերյալ, ակադեմիկոս Հերունին վերջապես հրապարակեց իր գիտական հոդվածը, որը մինչ օրս մեծ աղմուկ է հարուցում աստղաֆիզիկայի բնագավառում։ Ահա հենց այս հանգամանքն է թույլ տալիս ասել, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքները ճշգրիտ են եւ ըստ ամենայնի ռելիկտային ճառագայթումը գոյություն չունի, ուստի պայթյուն նույնպես չի եղել։
Իդեպ գիտնականների մի խումբ կա, որոնք պնդում են, որ 2.7 կելվին ջերմությամբ ճառագայթումը, որ գրանցվում է ամենուր, ոչ այլ ինչ է, քան աշխարհի օվկիանոսի ջրի մոլեկուլների սեփական ճառագայթումը, որը 8 մմ ռադիոալիքի երկարության դեպքում կազմում է հենց այդ նույն մեծությունը։ Հայոց բնորժանի գեղատեսիլ այս վայրում, Արագածում, Տեղեր և Օրգով գյուղերի լանջին 1985 թվականին ավարտվեցին այս ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցման աշխատանքները։ Այն իր բովանդակությամբ և հնարավորություններով իրական ռեֆորմացիա մտցրեց աշխարհի մեջ։ Գտնվելով ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա, Ռոտ 54 կոտորակ 2.6 ռադիոդիտակի գաղափարը հանդիպեց բազում փորձությունների, այդ թվում մասնագիտական հակառակությունների։ Իր դիտակը ապացուցեց, որ մեծ պայթյուն չի եղել, դա լռության մատնվեց, ոչ մեկ չի կարող ասել, որ չէ քո հաշվարկը սխալ է արտերկրում, որովհետև դրա համար մեծ պայթյունի թեզի համար ստացել են Նոբելյան մրցանակ եւ ամբողջ գիտությունն է կառուցված դրա վրա։ Առաջին մեծ արձագանքը, որ տիեզերքից հետ եկավ, մեր ուղարկած ալիքի բռնկումներ երկվորյակների, կարծեմ բետա աստղի վրա։ Իհարկե ասում են դա լուսատարիներով հեռու աստղ է, ով գիտի դա քանի 100 տարի առաջ կամ 1000 տարի առաջվա բռնկում էր, բայց գնացեցինք մեր հենց առաջին օրվա փորձարկման ժամանակ։ 87 թվականին անտենաշահագործման հանձնվեց, որը սկսել էր կառուցվել 80 թվականին, այսինքն 7 տարի տևեց շինարարությունը եւ սկսեցին կատարել չափումներ։ Բավականին հաջող չափումներ կատարվեց, նկատվեց ուրեմն երկորյակների համաստեղությունում էտա աստղի բռնկումը, ֆիքսվեց դա եւ դա շատ կարեւոր գիտական իրադարձություն էր։ Իսկ ինչպես մինչ այդ Մոսկվայում սովորող Հերունուն հաջողվեց գալ բյուրական եւ իր մասնագիտական ունակությունները ծառայեցնել բացառապես հայրենիքին եւ հայ ժողովրդին։ Համբարձումյանի Մոսկվայում եղած ժամանակ Հերունին անձամբ է հանդիպում գիտնականին եւ խնդրում օգնել իրեն տեղափոխվել Հայաստան, որովհետեւ Հերունին արդեն հասկացել էր, որ իրեն հենց այնպես Մոսկվան բաց չի թողնի։ Եվ ահա իր խոստման համաձայն 1957 թվականին Վիկտոր Համբարձումյանը միջնորդում է եւ Հերունին կարողանում է գալ բյուրականի աստղադիտարան։ Ռադիոաստղագիտությամբ իրանք նոր էին զբաղվում եւ գործիք չունեին, տելեսկոպ չունեին, եթե ինչ աստղագետ, եթե գործիք չունես։ Ուրեմն պետք էր մի հատ սկզբից լավ ռադիոտելեսկոպ ստեղծել, որ հետո ասել, թե ես ռադիոաստղագիտությամբ եմ զբաղվում։ Եվ ես մտածեցի, ոնց կարելի է անել նոր ձևի, ինչի, որովհետև եղած մեծ անտենաները այն ժամանակ բոլորը ունեին մի սկզբունքով էին սարքված, դրանք պարաբոլիկ հայլիներ էին, պարաբոլիկ հայլին ունի մի ճառագայթ, մի սուր ճառագայթ, որը ուղղված է մի կետի, երկնքի, եւ եթե ուզում ես հաջորդ մյուս կետին ուղղես, պետք է ամփոփ ես հայլին պտտես։ Հիմա եթե փոքրիկ հայլի է, դա պրոբլեմ չի, բայց եթե ստադիոնի չափ է, այդ հայլին, դա մեծ պրոբլեմ է դառնում։ Այդ պտտվելու ժամանակ ծռմռվում է կոնստրուկցիան։ Եվ այդ դեֆորմացիաները հայլու չեն թույլ տալիս, որ նա կարճ ալիքների վրա հայլի լինի եւ աշխատի։ Ես մտածեցի, ոնց կարելի է անել, որ այդ չպտտվի ինքը եւ դեֆորմացիաներ չունենա մեծ հայլի։ Եվ եկա այս սխեմային, որ պետք է լինի անշարժ սֆերիկ հայլի եւ պտտվելու համար երկրորդային փոքր հայլի լինի, որ պտտվելով գունդի կենտրոնի շուրջը կարող է ուրեմն տարբեր տեղեր նայել։ Իդեան դա էր, բայց ռեալիզացիան տևեց մոտ 30 տարի։ Աշխարհում եզակի այս հսկային կյանքի կոչելու համար Հերունուց պահանջվեցին երկար տարիներ։ Նա ստիպված եղավ հաղթահարել բազմաթիվ հակառակություններ, այդ թվում եւ պետությունների մակարդակով։ Ավարտելուց հետո իհարկե մեծ դժվարությամբ, բայց հաջողվել է նրան վերադառնալ։ Այնպես ստացվեց, որ ուրեմն հաջողվեց նրան գալ աշխատելու որպես նորավարտ, նշանակվեց աշխատելու բյուրականի աստղադիտարան։
Վիկտոր Համբարձումյանի ուրեմն ենթակայությամբ եւ ընդունվեց նորաստեղծ ռադիոաստղագիտության բաժին աստղադիտարանում։ Երբ հարցրի, ինչ է տեսնում ձեր անտենան, հարգելի այս Հերունի, ասաց, այ եթե մենք ունենայինք տիեզերական անտենայի դիտողականությունը, մենք գիշեր չէինք տեսնի եւ կունենայինք 3 արև։ Այսինքն 3 արև է տեսնում անտենան եւ նրա համար գիշեր հասկացողություն չկա։ Անտենան նաև ուղղվեց այնպես, որ նա ոչ թե նայում էր դեպի զենիթ, այլ 15 աստիճան դեպի հարավ, քանի որ հարավում գտնվում էին ավելի շատ տիեզերական մարմիններ եւ այդ առումով շատ ավելի լայն օբյեկտների ցանկ էր ուրեմն աներառում։ Տիեզերական այս սարքը իրենից ներկայացնում է 4000 թիթեղներից 54 մետր տրամագծով մեծ երկհայելի անտենա, որին համադրված է նաև 2.6 մետր տրամագծով օպտիկական դիտակ։ Այդպիսի համակարգը առաջինն ու եզակին է աշխարհում։ Հերունին նախ իր համարձակ մտահղացմամբ գտավ ճշտությունը բարձրացնելու հնարավորությունը եւ նա կարողացավ Հայաստանի տարածքում գտնել մի այնպիսի ռելիեֆ, որ այդ ռելիեֆը օգտագործելով կառուցի ավելի ճշգրիտ անտենա, քան այդ ժամանակ գործող պարաբոլիկ անտենաները։ Նախագծի կառուցման թույլտվություն ստանալու որոշումը ձեռք բերելու համար անհրաժեշտ եղավ սպասել 17 տարի։ Արդեն պատվիրվել էր Մոսկվայի առաջատար նախագծային հիմնարկներից մեկում մեծ ռադիոդիտակի նախագիծը, իսկ մեծացելով 200 մետր տրամագիծ պետք է ունենար, այդպես էլ պետք կոչվեր մեծ սֆերիկ անտենա։ Նախագիծը պատրաստ էր, բայց այդ նախագիծը իրագործելու համար Հերուն պահանջվեց երկար տարիներ ժամանակ։ 80-ական թվականներին ուրեմն վերջերին ավելացվեց ռադիոդիտակի վրա օպտիկական դիտակը 2.6 մետր տրամագծով եւ անտենան փաստորեն ստացավ նոր առավելություն։ Միևնույն տիեզերական մարմինը կարողանում էին տեսնել եւ ռադիոտիրույթում եւ օպտիկական տիրույթում։ Մեկ տասնամյակից ավելի Հերունին սպասեց Մոսկվայի հաստատմանը։ Երկար սպասեցնելուց հետո այս անգամ Մոսկվան համոզում էր, որ անտենան կառուցվի Ղրիմում, սակայն տևական պայքարների ու մասնագիտական բանավեճերի արդյունքում Հերունուն հաջողվեց իր այդքան սպասված գաղափարը իրականացնել մայր հողում։ Այն փաստը, որ ռադիոդիտակի ֆինանսավորումը վերջիվերջո եղավ եւ 80-ական թվականներին սկսվեց շինարարությունը, որոշումը կայացվեց բնականաբար Սովետական միության համապատասխանատյաններում եւ ռադիոդիտակը կառուցվեց, իսկ ռադիոդիտակի կառուցումը 5 տարի տևեց, եւս 2 տարի կարգաբերումը 87-ին հանձնվել է շահագործման։ Այդ ամենը արժեր մոտ 4 միլիոն ռուբլի, ինչը այն ժամանակվա կուրսին համապատասխան նույն 4 միլիոն դոլարն է։ Դա ոչ թե Սովետական միության կամ Ռուսաստանի փողն էր, որ եկավ Հայաստանում ներդրվեց, այլ ինչև այդ եւ դրանից հետո եւ դրա զուգահեռ հայ գիտնականների այդ հիմնարկի, Հերունու հիմնարկի վաստակած գումարն էր, որովհետեւ ամեն նրանց պատվեր ռազմաարդյունաբերական կամ այլ մինիմում 1 միլիոն ռուբլյանոց պատվերներ էր եւ Սովետական միության տնտեսությանը նրանք շատ ավելի մեծ քանակի օգուտ են տվել, քան այդ ներդրումներ, որ վերադարձավ ռադիոդիտակի շինարարության տեսքով։ Անտենան կառուցվեց Երևանի ռադիոֆիզիկայի ինստիտուտի գիտական եւ փորձարարական ուժերի ջանքերով։ Հերունու ստեղծած այս ռադիոդիտակն աշխարհում եզակի է ոչ միայն կառուցվածքով, զգայունությամբ, այլև աշխատելու մեխանիզմով։ Արագածի սրտում շնչող այս անտենան աշխարհին հայտնի է որպես Հերունու ռադիոօպտիկական աստղադիտակ։ Ամենաառաջի արդյունքը եղավ շատ հետաքրքիր, երբ որ ուրեմն մեզնից 250 լուսատարի հեռավորության վրա աստղերից մեկը էտտա կոչվող էտտա երկօրյակների համաստեղության մեջ բռնկվել էր։ Եվ այդ ազդանշանը, որը տևում էր մաքսիմում իր ժամանակը 15 րոպե, 250 տարի գալիս էր դեպի երկիր
Ես էլ 25 տարի թե ինչքան անտենան սարքում էի, ու առաջի որը որ միացրեցին, որ մի հատ դուրս կանք էֆիր տենանք ինչ կա, այդ սիգնալը եկավ ու գրանցեցինք։ Դրա համար ասում ենք Աստծու մատը խառն այս գործի մեջ։ Անտենայի առաջին իսկ չափումները փաստեցին, որ այն աշխարհում ամենաճշգրիտն է համեմատությամբ մինչ այդ եղած Ratan 600 եւ Aresbo անտենաների։ Այն ամենակարճալիքն է, որն ունի ամենասուր ճառագայթը տարածության մեջ, ունի շատ մեծ ուժեղացման գործակից եւ սեփական աղմուկներն ամենացածրն են։ Այսօրվա կասմագոնիայում ընդունված է տեսություն, որը կոչվում է մեծ բռնկման տեսություն։ Ընդունված է երևի 99% գիտնականների կողմից, բայց ինձ սկզբից էլ դուր չէր գալիս, բայց իմ ստեղծած անտենան ցույց տվեց, որ դա ճիշտ չի։ Հայոց բնօրրանում տեղակայված այս հսկան ունի մի շարք առավելություններ աշխարհի այլ մեծ անտենաների բնութագրերի համեմատ, եւ նրա գտնվելու վայրը նույնպես պատահական ընտրության արդյունք չէ։ Ճիշտ հակառակը, սարքը կառուցելու տեղանքը ընտրվել է հենվելով ճշգրիտ հաշվարկների, գիտական որոշակի չափումների եւ էներգետիկ դաշտից բխող այլ սնուցումների վրա։ Հերունին անձամբ շրջել է ողջ Հայաստանով, որոնելով համապատասխան տարածք ապագա գիտական պոլիգոնների համար։ 1970-ական թվականների սկզբին պետականորեն հաստատվեց Արագածի գիտական կենտրոնի տեղակայման վայրը Արագածի տարածաշրջանի Օրգով եւ Տեղեր գյուղերի միջև։ Հերունու ռադիոօպտիկական ռադիոդիտակը 2002 թվականին ստացել է ազգային պատմամշակութային արժեքի կարգավիճակ։ Իսկ հետագայում Arecibo անտենայի փլուզումից հետո աշխարհի ամենամեծ անտենան համարվում է Հայաստանում գտնվող ROD 54-ը։ Այսպիսով ամրագրվեց Հայաստանի տեղն աշխարհի գիտական քարտեզի վրա։ Պրոֆեսոր Հերունու ROD 54 կոտորակ 2.6-ը ինժեներական եւ գիտական հրաշք է, երբևէ կառուցված շատ զգայուն ռադիոդիտակ։ Պրոֆեսոր Հերունին աշխարհին ժառանգել է մոնումենտալ գիտական ժառանգություն, որը եթե կրկին վերագործարկվի, աշխարհն առաջնորդելու է ռադիոաստղագիտության ոլորտում եւ ներկայացնելու է հայկական աստղագիտությունն առաջնագծում։ Ես հպարտ եմ, որ այցելել եմ ROD 54 կոտորակ 2.6 եւ տեղում ուսումնասիրել Պարիս Հերունու ստեղծած հանճարը, գիտության հսկան եւ Հայաստանի աստղագիտության չեմպիոնը, աշխարհահռչակ երաժիշտ Յան Գիլան։ Շարունակելով Ղրիմյան հայրիկի տոհմական շառավիղը, ծնվելով Կիլիկիայում, բայց ճակատագրի բերումով Երևանում հայտնված պատմաբան Միսակ Հերունու ընտանիքում 1933 թվականին ծնվում է ապագա ակադեմիկոսը Պարիս Հերունին։ Մայրը Իգդիրից էր, Սեդա Ազատյանը, նույնպես մանկավարժ, նկարչուհի։ Ապագա գիտնականի մանկական հուշերում շատ պատմություններ էին թերևս մնացել, սակայն յուրահատուկ ակնածանքով Հերունին հիշում է մեկ պապական Կիլիկիայի նարինջները, մեկ մոր պատրաստած դոլման։ Պապան ձեռնարկեց պատերազմից առաջ դեռ մի հատ տուն կառուցի, արաբկիրում էին այն ժամանակ հողամասներ տալիս։ Ես հիշում եմ գալիս էինք չոլ, ոչ մի տուն կար, ոչ մի փողոց, ոչ մի փոխադրական միջոց, ոտով բարձրանում էինք, ճակճկած հողեր, մի թուփ չկար։ Մաման նստում էր մի քարի վրա լացեր ելնում, ասում էր ես այդտեղ չեմ գա ապրեմ։ Այդտենց է մինչև վերջ չավարտեցին իրանք իհարկե այդ կառույցը։ Պապաս միշտ ասում էր, «Էստես ինչ է, Կիլիկիայում նարինջները այսքան են ամենը»։ Ավարտելով միջնակարգ դպրոցը 1957 թվականին Հերունին ընդունվում է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը։ Այստեղ նույնպես Հերունին աչքի է ընկնում իր գիտելիքներով։ Ու թեև ապագա գիտնականի համար կուսակցական մեծ ապագա էր կանխորոշվում,
Սակայն նրա ուղին կանխորոշված էր ի վերուստ, եւ այն անհնարինը հնարավոր դարձնելու բարդ ուղին էր, եւ տիեզերքի անսահմանության մեջ սեփական գյուտերով նոր թռիչքների համար անսահմանությունը բացահայտելու ճանապարհը։ Իսկական գիտնական այդպեսին է պետք է լինել, հերոնին նայում էր մի բան, ասում էր, բայց ինչի այսպես է։ Ով ասեց, որ այսպես է։ Դա ճիշտ բան է։ Դա ոչ թե ցինիզմ է, ոչ թե հեղինակություն չճանաչելու հետևանք, այլ իսկական գիտնական։ Նա պետք է ինքը համոզվի, որ այսպես է եւ անում էր։ Թվում էր թե աշխատանքը տապալվում է, բայց Հերունին այդ իրավիճակում գտավ լուծում մեխանիկների հետ խորհրդակցելով շատ մեծ դժվարությամբ կարողացավ հասնել նպատակին։ Այսինքն եթե խնդիրը դրված էր, Հերունին կարողանում էր այդ իրավիճակում օպտիմալ լուծումը գտնել եւ դա իր մեծ առավելությունն էր։ Պարիս Միսակովիչը գիգանտ էր, ամենա երևի առաջատար ստարտափերներից էր ինքը, որտեվ աներևակայելի բաներ էր անում։ Ну, իհարկե, Հերոնուն ճանաչած մարդիկ երջանիկ են, որովհետև ինքը ոչ միայն իրենց է տվել ամեն ինչ այդ գիտելիքը, այդ խորությունը հարցին մոտենալու, մեր ազգը պարտական է իրան։ Ինքը կարողացավ եւ մինչեւ կյանքի վերջն էր փորձում էր ցույց տալ հայության տեղը աշխարհում, ընդհանրապես զարգացումներում, մարդկության եւ իրան հաջողվել էր հիմնավորումները բերել, կարողանում էր այդ ամեն ինչը հիմնավոր ձևով ներկայացնել եւ ներկայացնել ամբողջ աշխարհին։ Շատ աշխարհի գիտնականներ չէին կարողանում իր հետ հակառակ ինչ-որ բան ասել, որովհետեւ նրա ասածները բոլորը հիմնավոր էին։ Անկախ բազմազբաղության եւ աշխատանքային հագեցած առօրյայի, Հերունին առանձնակի ջերմությամբ է վերաբերվել ընտանիքին։ Պատահական չէ, որ զավակների հիշողության մեջ պահպանվել են հոր հետ ունեցած շփումներից հատուկ կարոտով բարուրված տաք մտապատկերներ։ 90-ականներին, երբ որ փլուզվեց սովետական միությունը, այստեղ քաոս էր կարելի ասել, ինքը փորձում էր իր անձնական գրանտերի գումարները բաժանում էր աշխատակիցներին, որ ընտանիքները պահեն, իրականում ամեն ինչ կարող էր, եթե ինչ-որ բան իր առջև դներ, ինչ-որ նպատակ, անպայման կհասներ դրան։ Это была личность, которая ставила перед собой задачи и выполняла, шла до конца. Он очень любил природу, жизнь, был большим жизнелюбом. Երբ որ ինքը սկսում էր մի բան պատմել կամ ներկայացնել, բոլորը ուղղակի սառում էին ու մոռանում էին ժամանակի մասին։ Ինքը այնքան հետաքրքիր ու այնքան մոտեցումը նենց ճիշտ էր տալիս, որ նույնիսկ երևի երեխային շատ ավելի հասկանալի էր, ըմբռնելի էր դառնում ինֆորմացիան։ Բազմերանգ անձնավորություններ, բազմագետ, ինչ խոսք, եւ այն ամենը ինչն է թողել է իր ստեղծածը տարբեր բնագավառներում, շատ կարեւոր է, շատ արժեքավոր մնայուն ժառանգություն է։ Если брался за какой-то вопрос, за какую-то идею, даже в 10-й раз он никогда не повторялся. Вот здесь и сейчас он начинал снова особыми глазами смотреть на любую проблему. Խանգարողները չափազանց շատ էին եւ եթե իրան չխանգարեին, ինքը երևի մի 10 անգամ ավել իր կյանքում կստեղծեր։ Տարվա մեջ ինքը գոնե մի քանի օր գնում էր միտեղ հանգստանալու ու պայմաններից մեկը նա էր, որ մտնում էր հյուրանոց, որ զգուշացնում էր, որ ինձ ոչ մեկ չխանգարի, մենակ ջուր կբերեք գտնեք սեղանից։ Ու նույնիսկ լինում էր, որ մինչև 2 օր ինքը քնած էր անցկացնում։ Պատկերացրեք, մենք ընտանիքում այդ ամեն ինչը հասկանում էինք ու շատ լավ ընդունում էինք դա, որովհետև ինքը մի նենց մեծություն է իրանից ներկայացրել, որ ուրիշ ձև չէր լինի դա անել։
Միամտություն է կարծել, որ Հերունին միայն գիտնական էր։ Հերունին նույնչափ եւ մտավորական էր, նույնքան փիլիսոփա, նաեւ հայագետ եւ ուղղակի լուսավոր մտքի հանճարեղ կրողը, որը լուրջ ուսումնասիրություններ է կատարել ոչ միայն ռադիոֆիզիկայի, այլև աստղագիտության ու հայագիտության ոլորտներում։ Նա 4 աստղադիտակի մեթոդով հետազոտել է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը՝ Քարահունջը, եւ պարզել, որ այն ավելի քան 7500 տարվա պատմություն ունի։ Այդ հետքերը թողած են ամենտեղ։ Օրինակ դասավորությունը աշխարհագրական այդ հին բաների, բուրգերի, Սթոունհենջի եւ մյուս հին ուշարձանների, ուրեմն օրինաչափություններ ունի։ Իրոք հենց այնպես չի ընտրված նրանց տեղերը։ Դա կախված է Քարահունջի հետ, կապված է։ Բան նրանում, որ Քարահունջում կա գործիք 3 քարից բաղկացած, որի միջոցով կարողացել են չափել տեղի աշխարհագրական լայնությունը։ Մեծ ճշտությամբ։ Դա 39.5 աստիճան։ Այդ դեպքում դու 100%-ով կարաս ասես, որ երկիրը կլոր է։ Եվ այդպես են արել հայերը։ Քարահունջից գնացել են սկզբից 10 աստիճան հարավ եւ սարքել են Եգիպտոսի մեծ բուրգը 30-աշյան լայնության վրա, հետո գնացել են դեպի հյուսիս 10 աստիճան ու կառուցել են Սթոունհենջը։ Հիմա եթե այդ երկու թիվը համընկել է այս դատողության հետ, կարելի է ասել դե լավ, հիմա պատահական համընկել է, էլի, ու միգուցե ճիշտ լինի։ Բայց եթե մի 15-20 թիվը համընկնում, այդ դեպքում կներեք դա օրինաչափություն արդեն, պատահականություն չի։ Այդ ինչն էր, որ Հերունուն ճշգրիտ գիտությունից մղեց դեպի պատմության ու հայագիտության ակունքները։ Օրինաչափության խախտում էր, թե ակունքներն ավելի ճանաչելու հայեցի պարզ փնտրտուք։ Թե առաջինի, թե երկրորդի դեպքում էլ որոնման արդյունքում հավաքագրած հայկազյան բարիքներն անգին են եւ իր գիտության պես ճշգրիտ ու աներկբա։ Ես շատ եմ եղել Անգլիայում, այնտեղ ունեմ ընկերներ, պրոֆեսորներ, տնօրեններ, ինստիտուտների, գործարանների եւ բոլորին հարցրել եմ համարյա, թե այդ Սթոունհենջը ձեր ինչա, լավ հասկացանք, Սթոունը քարը, բա հենջը ինչա նշանակում, ասում են չգիտենք։ Մի երկու հոգի, բայց ասցին սպասի, ես գիտեի մոռացել եմ, հեսա կհիշեմ կասը։ Ասում եմ չես կարա հիշես, բա ինչի, ասում եմ, որովհետև անգլերեն լեզվում տենց բառ չկա, ոնց թե չկա, վերջնվա բրիտանսկի էնցիկլոպեդիան բացում բան, չկա հենջ։ Ուրիշ բառարաններ են բացում, չկա։ Մենակ մի տեղ մի հատ հաստ բառարան, գտան հենջ։ Բայց ինչա դեմը գրած։ Գրած է Stonehenge բառի մի մասը։ Դա մեր Քարահունջ բառն է, այսինքն հնչացող, հնչող քարեր, խոսող քարեր։ Իսկ ինչ է իրենից ներկայացնում Քարահունջը։ Երևանից 200 կիլոմետր հարավ, ծովի մակարդակից 1770 մետր բարձրություն ունեցող Սիսիանի տարածքում գտնվող այս քարերի նվագախումբը մի առանձնակի վայր է իր բովանդակությամբ եւ պատմական նշանակությամբ։ Քարահունջը զբաղեցնում է 7 հեկտար տարածք Որոտան գետի Դարբ վտակի ձորի ձախ ափին։ Բաղկացած է 223 քարերից։ Քարերը դասավորված են հյուսիսից հարավ հերթականությամբ, իսկ կենտրոնական հսկա քարերը շարված են ձվաձիր։ Նա հետաքրքրված էր նաև Քարահունջի մեր հնագույն աստղադիտարանով եւ ասում էր Հայաստանը ընդունում ենք կենտրոն, Հայաստանից 16 աստիճան հյուսիս քարենիշն է Շոտլանդիայում, 16 աստիճան հարավ բուրգերից ներքև ընկնող մի աստղադիտարան է։
11 աստիճան հյուսիս, 11 աստիճան հարավ, նույնպես էլի այդ գոտիների վրա տիեզերական դիտողական կենտրոններ են, եւ պետք է հասկանանք, որ մեր նախնիները հետազոտել են տիեզերքը եւ երկրի գնդաձևությունը աստիճանաբար ցույց են տվել իրենց դիտումներով։ ՍՍՀՄ պատմության 10 հատորը կար, որ Պարես Միսակովիչի թիկունքին էլ դրված էր իր կաբինետում։ Ես ասեցի, ո՞նց այստեղ այբուբենները դրված են տարբեր Ռուսիայի տարբեր ժողովուրդների, մերը կյա իրանց մոտ, լեյա իրանց մոտ, լեյա մեզ մոտ պե։ Ասեց, լիե նիվերանի обманывают։ Սա ինձ համար եղավ ստարտ, մեկնարկ։ Ես սկսեցի արդեն այլ կերպ վերաբերվել ամեն գրվածին։ Он был большим патриотом своего народа. Вся его деятельность, вся жизнь, начиная со школы, это прежде всего была любовь к своему народу, и это ему придавало много энергии, силы. Все, что он делал, это героический труд, вся отдача была стимулом. Это была именно любовь к своему народу. Շրջանաձև մեգալիթյան այս աստղադիտարանը, որը համարվում է հնագույն հայերի Ար Աստծո տաճարը, ավանդազրույցներում ունի մի քանի անվանումներ, ինչպես Զորաց քարեր, Դիկ քարեր, Ծակ քարեր, Քարենիշ։ Քարենիշ տարբերակին դեռ կանդրադառնանք։ Տևական ուսումնասիրությունների արդյունքում գրեթե 30 տարի Պարիս Հերունին հանգեց մի քանի կարևոր հետևությունների։ Բազմաթիվ արշավախմբեր է կազմակերպել Քարահունչ Սիսիանի շրջանում, ուսումնասիրել է տեղանքը, այդ քարերը համարակալել, պատկերացրեք 223 այդ անցքերով քարերի մասին է խոսքը, աշխարհագրական լայնությունը, երկարությունը, իմի խոսքով, եւ եկել էր այն եզրակացության, որ այդ տարածքը եղել է նախկինում հետանոսական տաճար, համալսարան եւ ունեցել է աստղադիտարան։ Բայց կարծիքները միարժեք չեն այստեղ։ Այդ քարերի մեջ կա մի առանձնահատկություն, որը եզակի է աշխարհի բոլոր նման հին աստղադիտարաններից։ Այստեղ քարերի մեջ կան անցքեր, ուղղված հորիզոնի տարբեր ուղղություններով։ Այդ անցքերը արված են շատ մաքուր, տարբեր գույների մամորներով պատած քարեր են, բայց անցքերը մնացել են մաքուր։ Դա նշանակում է, որ ամենասկզբից նրանք շատ լավ հղկված են եղել։ How old is this? How do you pronounce it? Karahunch. Karahunch. And it's how many thousands of years old? Well, it's said to be more than 7,500, more than that. Karahunch. It's older than Stonehenge. Yes, well, I mean, I'll say something if you like. So, this camera here. Yeah, please. Karahunch is older than Stonehenge, so I understand. Maybe 7,500 years. And for all those years, it stood untouched and undamaged by spray cans or, unfortunately, modern mankind, they don't respect these great artifacts from our history. Մենք նկարը անեցինք Զոլոտա Արմենիի, որը ցույց տվեց, թե ինչպիսի անհատների ուսերի վրա հիմնված այն գանձը, որը ինչև է ցույց էին տալիս։ Տեղի, այսպես ասած, հնագետները, այսպես ասած, պեղումների անվան տակ փորձում են կառույցը քանդել, խեղաթուրել իր իմաստը։ Մեծ սերը դեպի հայրենիքն ու սեփական ժողովուրդը Հերունուն պարբերաբար մղել են նոր բացահայտումների։ Իր կյանքի տարբեր փուլերում ամենատարբեր բացահայտումների արդյունքում այսօր ակադեմիկոսը թողել է հսկայական ժառանգություն ոչ միայն աստղագիտության բնագավառում, այլև հայագիտության ու լեզվաբանության մեջ։ Ամեն տառը ունի իմաստ, ես կազմել եմ այդպիսի բառարան, եւ այդ բառարանը կազմելուց հետո ինքս համարյա սարսափել եմ, որովհետեւ ամեն ինչը չորս կողմը դառնում է հասկանալի։ Օրինակ ատամ, ինչի ասա կոչվում ատամ, թող մի ուրիշ բառ լիներ։ Բայց չէ, որովհետեւ հին հայերենով ատը նշանակում է կտրել, իսկ ամը նշանակում է ուտել։ Ամամ էլի մնացել է
Ուրեմն ատամը մի բան է, որը կտրում է ուտելու համար։ Հերունին իր գենետիկ հիշողությամբ ողնաշարի մակարդակով զգացել, ուսումնասիրել ու փայփայել է հայ ժողովրդին, հայրենիքն ու հայերենը, եւ անկողմնակալ ծնողի նման իր բոլոր մղումներով ամեն մի բջջով զգացել եւ փորձել է աջակցել ու պաշտպանել հայրենիքն ու սեփական ժողովրդին։ Դեռևս ուսանողական տարիներին ավարտական կուրսում Պարիս Հերունին մասնակցում է երկիր մոլորակի առաջին արհեստական արբանյակի ստեղծման աշխատանքներին։ Այն իրենից ներկայացնում էր 80 սանտիմետր մի գունդ, որի վրա անտենաներն էին հավաքում։ Արդեն իսկ այդ ժամանակ հստակ ուղեգծվում էր ապագա գիտնականի մտքի հանճարը։ Սա սկիզբն էր, բայց ոչ վերջը։ Հետագա ստեղծագործություններին նայելով պետք է ասել, որ Հերունին գերազանցել է ինքն իրեն։ Նրա գյուտերը մեկը մյուսից կարևոր, հայրենանպաստ ու եզակի են։ Առ այսօր, որովհետև իր արած աշխատությունները, իր արած աշխատանքը ահռելի մեծ է։ Մի մարդու կյանքի բան չի իրականում։ Ես համարում եմ իր ստեղծած անտենային համակարգը դա ինժեներական լուրջ աշխատանք է։ Ինքը ցույց տվեց, որ այդ հսկայական աշխատանքը կարելի է գլուխ բերել։ Հերունու հիմնարկում աշխարհում առաջին անգամ մշակվեցին եւ ստեղծվեցին անտենային պարամետրերի մոտակա, այսինքն անտենայի հենց մոտակայքում չափման մեթոդները եւ ոչ միայն մեթոդները, այլ նաեւ սարքերը, սարքավորում համալիրները։ Եվ դա հեղափոխություն էր ընդհանրապես անտենային չափագիտության մեջ։ Գալիս էին իր մոտ, հարցնում էին, այս ինչ բանը ոնց անենք, ինքը ասում էր, սա կվերցնես, տեղ կմիացնես, սա սենց կաշխատի։ Գնում էր, հետո որոշ ժամանակ հետո հետ էր գալի, այս ինչ արեցի, բա հետո ինչ անեմ։ Սովետական միության գիտությունը եւ տեխնիկան միշտ մրցակցել է ամերիկյան գիտության եւ տեխնիկայի հետ եւ շատ հարցերում տանուլ տվել, բայց այդ հարցում անտենային պարամետրերի չափման մեթոդաբանության եւ սարքավորումների հարցում 10 տարով առաջ ընկած էր ուրեմն Հերունու հիմնարկի աշխատանքը։ Նույն մութ տարիներին 90-ականներին, երբ որ Հայաստանը լույս չուներ, ինքը մտածեց եւ ստեղծեց ունիկալ մի կառույց արևիկայան, որը տասնյակներ անգամ ավելի էժան էր, կարծում եմ անգամ արդիական այսօրվա գործիքներից, ցանկացած արևի էներգիայի սարքերից, եւ դա Հայաստանը կապահովեր լիովին էներգիայով, եթե կառուցվեր, եւ անգամ Հայաստանը կարող էր վաճառել հարևան երկրներին այդ էներգիան, այնքան կունենայինք։ Արև նախագիծը թեև մնաց անկատար, սակայն պետք է ասել, որ սա մեծագույն ժառանգություն է ապագա Հերունի ազգանունը կրողների համար, որոնք կամա թե ակամա լծված են կյանքի կոչելու այն։ Պետք է ասեմ, որ այդ նախագիծը, արև նախագծով հետաքրքրված էին շատ երկրներ, Անգլիան էր, Չինաստանն էր, Ռուսաստանն էր, սակայն նա ուզում էր այդ նախագիծը իրականություն դարձնել Հայաստանում։ Օտար երկրից առաջարկում էին, որ ես ամբողջ իմ գիտահետազոտական հաստատությունը տեղափոխեմ, իրենք ինձ հատկացնում են մի ամբողջ գիտական քաղաք, Գարադոկ, այսպես ասված, համալսարանական կենտրոն, որտեղ կարող եմ անել իմ ցանկացած փորձը, իմ ուզած այսպես դժվարամատչելի գիտական հետազոտությունները 3 տարի ինձ ժամանակ են տալիս, ամբողջ իմ կառույցը կարող եմ տեղափոխել, բայց ես նրանց ծանր բառերով հասկացի, որ երբեք դա չի լինի եւ իմ գյուտը պատկանում է Հայաստանին։ Եվ ինչպես մեծ հայն ինքն է փաստում, այս գյուտը եզակի է ոչ միայն իր կառուցվածքով, բովանդակությամբ, ռեսուրսներին նվազ գործածմամբ, մեծ արդյունքներ գրանցելով, այլև հայրենանպաստ է, հայրենանվեր ու հայ ժողովրդի կշիռն ու հարգը միանգամայն բարձրացնող։ Այն հնարավորությունը, որ ես տեսել եմ արևի համար եւ գերազանց հասկանալով, որ դա ունի մեծ անհրաժեշտություն, կիրառություն, տարածում էլի աշխարհով մեկ, որ դա բոլորին պետք է, մանավանդ որ
մի ասենք մաքսիմում 50 տարուց հետո սարսափելի էներգետիկ կատաստրոֆա է սպասում ամբողջ մարդկությանը։ Ուրեմն եթե Հայաստանում լուծվի այսօր այդ խնդիրը, կարող է մեծ նշանակություն ունենա եւ Հայաստանի դիրքն ու քաշնել դեպի լավը փոխվեն այդ ժամանակ եւ այլն։ Thank you.